Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր երկու կարճ ռեպլիկներով փաստացի իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին։ Տեր-Պետրոսյանի ասածների մեջ ինձ համար առավել կարևոր է այն, որ առաջին նախագահի համոզմամբ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը, ինչպես եւ կարծում եմ ցանկացած այլ իսկապես անդիմադիր քաղաքական ուժերը, եթե գան իշխանության, նրանք վերջ կտան եկեղեցու դեմ արշավին, որը Տեր-Պետրոսյանը անվանել է ազգադավ եւ հակասահմանադրական։ Իմ կողմից կավելացնեմ՝ լկտի եւ ստոր։ Իսկապես պատերազմում պարտությունից հետո ինձ ամենամեծ ցավն է պատճառում այդ արշավը։ Փաշինյանը այնքան է լկտիացել, այնքան է կորցրել իրեն, որ կարծում է, թե կարող է կաթողիկոս փոխել, թե մի առաջնորդներ նշանակել, քահանաներ նշանակել եւ բնականաբար այդ իր ազգադավ, իսկապես ազգադավ գործունեության մեջ նրան աջակցում են իր գրպանային քննչական մարմինները, դատախազությունը եւ դատարանները, ինչպես ռուսերեն ասում են, զարվալսյա։